Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների ամուսնությունների քանակը նախորդ տարի նվազել է, իսկ ամուսնալուծությունների քանակը ավելացել։ Հայ հայտնիներից շատերն էլ կայացրել են բաժանության որոշումը։ Starnews.am այս հոլովակում կներկայացնի ամուսնալուծված աստղերին։ Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ գրեթե 2 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է երգիչ Էռնեստ Հովհաննիսյանը։ Այս ամանորին զույգը համատեղ հրապարակումներ այդպես էլ չարեց։ Ավելին, երգիչն ու նրա կինը Աննան հեռացրել էին բոլոր համատեղ լուսանկարները, ինչն էլ քննարկումներ էր առաջացրել։ Երգիչն էլ իր ինստագրամյան էջում ուղիղ եթեր կազմակերպեց, որի ժամանակ մի քանի անգամ հնչեց բաժանության մասին հարցը։ Էռնեստը նախ նշեց, որ չի պատասխանում անձնական հարցերի, հետո արդեն հավելեց. «Այո, մենք բաժանվել ենք։ Վերջին անգամ անդրադառնում եմ անձնական հարցի ու փակում ենք թեման։ Ինձ այլևս տարբեր տեղերով այդ հարցը մի տվեք», իր խոսքը եզրափակել էր երգիչը։ Տևական քննարկումներից հետո ամիսներ առաջ հաստատվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ամուսնալուծության մասին լուրը։ Աննան հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Look and Face հաղորդմանը, որի ժամանակ էլ խոսելով իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին, նա նշեց. «Ես երբեք չեմ պատկերացրել, որ կարող է նման բան լինել։ Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ մեկին չես ցանկանա, հատկապես, երբ երեխա կա։ Հանուն երեխայի շատ անգամներ ա եղել, երբ փորձել ես չնկատել դա։ Ես ընտանեկան մարդ եմ և ցավոք ամեն բան չի, որ մենք կարող ենք հսկել։ Մեր արժեքները տարբեր են կյանքի նկատմամբ։ Ի սկզբանե շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապներն էլ են փոխվել։ Ամեն մարդ չէ, որ կկարողանա հաջողությանը դիմանալ։ Մարդիկ կան, փոխվում են։ Նման որոշում կայացնելը հայկական ավանդական ընտանիքներում հեշտ չէ։ Դու պատասխանատու ես ծնողիդ առաջ, երեխայիդ առաջ, և պատկերացրեք, թե ինչքան ինքդ քո վրայով անցնում ես, որպեսզի վերջակետը դնես։ Եթե դա լինում ա, ուրեմն լինում են լուրջ պատճառներ», նշել էր Աննան։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն ու ամուսինը Գարի Թումանյանը ևս արդեն մի քանի ամիս է ամուսնալուծված զույգերի շարքերում են։ 13 տարվա համատեղ կյանքից հետո նրանք կայացրել են միմյանց հետ մեկ տանիք չկիսելու, սակայն ջերմ հարաբերություններ պահպանելու և նրանց որդուն Ալեքսանդրին համատեղ դաստիարակելու որոշումը։ Ելենան նաև շարունակում է սոցիալական էջերում պահպանել նախկին ամուսնու հետ համատեղ լուսանկարները։ Ամիսներ առաջ Starnews.am-ը հայտնել էր այն մասին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Երկար քննարկումներից հետո երգչի կինը հանդես եկավ գրառմամբ, հաստատելով իրենց բաժանումը։ Անին գրել էր հետևյալը. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես որ ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստություններով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև։ Ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու է, դա կանչե բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս ու ոչ թե խավար։ Ինստագրամյան հարթակում գրել էր Անի Օհանյանը։ Հավելենք նաև, որ այս ամենը թերևս սկսվեց օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունից, որին Անդրեն ներկայացել էր միայնակ, առանց Անիի ուղեկցության։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ։ Անին նաև սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները
և զույգը դադարել է հետևել իրար ինստագրամյան հարթակում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։ Star News-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։ Դե իսկ մենք հավելենք նաև, որ Անին և Անդրեն ունեն դուստր, ով արդեն 1 տարեկան է։ Հավելենք նաև, որ Անդրեն ու Անին այս տարիների ընթացքում բավականին երկար ու բուռն քննարկվեցին։ Անդրեի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, սկսած այն օրից, երբ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ երգչուհի Անի Օհանյանին։ Հավելենք նաև, որ Անին հեռուստադիտողին ու հանրությանը հայտնի է Շանթ հեռուստաընկերության X Factor հաղորդման շրջանակներից։ Անին շատ լավ ձայնային տվյալներ ունի, սակայն այժմ կարծես թե նոր երգեր չի պատրաստվում թողարկել։ Նա իրեն ամբողջապես նվիրել է ընտանիքին և Անդրեի հետ համատեղ մեծացնում են իրենց առաջնեկին։ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։ Տարեսկզբին Անդրեն հայտնեց, որ շատ շուտով հայր է դառնալու։ Դրանից հետո միայն Անին ևս ՀՂԻ կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց ինստագրամյան իր էջում։ Դե իսկ շատ չանցած Star News-ը բացառիկ նորությամբ էր հանդես եկել հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացնում այդ բարի լուրը։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու երգիչը թաքցրեց իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է՝ Անդրեն և Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։ Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Ինչպես արդեն նշեցինք, Անդրեն ու Անին բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և հենց այնտեղ, երբ տեղի են ունենում հայանպաստ միջոցառումներ, Անդրեն գնում է ու կենդանի կատարումով ուրախացնում հավաքված հայերին։ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև այդ տեսանյութերից մեկը։ Երբևիցե չեմ հիշում ժամանակ, որ այսքան պառակտված ենք եղել Սփյուռքով, Հայաստանով և Արցախով։ Ես հույսով եմ, որ վերջապես եկել է այն պահը, որ մենք իսկապես պետք է կանգնենք, Աստծո կանչով պետք է կանգնենք և վերացնենք այս ամեն ինչը, այս զազրախոսությունները, բամբասանքները, այս ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ շատերի համար այդ սուտ բամբասանքները հաճելի է լսել, բայց հոգևոր մարդկանց համար հաճո չի այդ ամեն ինչը։ Մենք ամրոցը կերտեցինք, պատմությունը մեր երկրին, մեր սուրբ արյան մենք սերտեցինք, դու բերդես անարի բարձր բազար բեղանում, մասունք աստվածային, քեզնով ենք հավերժանում, դու մեր լույս հայրենիք երկիր հայրենյակ,